Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր դարձյալ մեզ հետ են եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Իհարկե, շատերը շարունակում են մեզ հարցնել ինչու փակ, այլ ոչ բաց, որովհետեւ փակը դա նշանակում է փաստեր, անակնկալներ եւ կարծիքներ։ Փակ ապավում, փակ, բայց որտեղ իրականում ամեն ինչ բաց է, այնքան որ քիչ հետո հերթական անգամ դուք էլ դրանում կարող եք համոզվել, որովհետև մեր ցանկացած հյուրի հետ մենք փորձում ենք բացել բոլոր տեսակի փակագծերը։ Իսկ այսօր պիտի ասեմ, որ մենք իսկապես շատ հաճելի եւ համակրելի հյուր ունենք։ Անահիտ Հակոբյանն է ձեր էկրաններին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համահայկական ճակատ շարժման անդամ, Արցախի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախկին նախարարն է։ Իր հմայիչ տեսքով մեր տաղավարում։ Ուրախ եմ տիկին Անահիտ, որ հյուրընկալվել եք, բայց ցավոք թեմաները, հարցերը ավելի ճիշտ որոնց մասին խոսելու ենք, շատ տխուր են գուցե, բայց այդպեսին է կյանքը եւ մենք չենք կարող շինծու բաների մասին խոսել։ Ես կուզենայի, որ անդրադառնայիք Հայաստանի Հանրապետությունում տիրող այդ ներկա այս շրջանի շատ տհաճ զարգացումների, ազգակործանարար, ես կասեի զարգացումների մասին, ինչը շատերին է անհանգստացում։ Շնորհակալություն հրավերի համար, պարոն Ղուշչյան, իհարկե մեզ հատկապես արցախցիներիս անչափ մտահոգում է Հայաստանի Հանրապետությունում, թե ներսում եւ թե Հայաստանի Հանրապետության շուրջը այս պահին տիրող անակնկալ զարգացումներին։ Շատ տհաճ է, որ Հայաստանի Հանրապետության ներսում ներքաղաքական զարգացումները բավականին հակասական են եւ նաեւ Հայաստանի շուրջը տիրող իրադարձությունները եւս ընդ որում դեռևս մայիսի 22-ին, երբ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլաշքյուր Ֆաշազադեն հայտարարել է, որ հայկական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին վտանգ է հարևան տարածաշրջանի, այսինքն երկրների համար, այդ օրվանից ինչ որ կերպ սկսվել են հալածանքներ, ոչ ցենզուրային արտահայտություններ հայ առաքելական եկեղեցու հասցեին, անգամ եկեղեցին պետության ղեկավարի կողմից անվանվել է Չուլան։ Ես չգիտեմ կոնկրետ որ եկեղեցու մասին է խոսքը, թե ողջ հայկական եկեղեցական շինությունների մասին է խոսքը, այսինքն մենք ապականում ենք մեր սրբության տաճարները, մեր սրբության հաստատությունները, մենք ապականում ենք այն ամենը, ինչ պահպանել ենք դարերի վեր, որի օգնությամբ մենք կարողացել ենք պետականության բացակայության պայմաններում պահպանել մեր ինքնությունը, պահպանել մեր դիմագիծը, ազգային դիմագիծը եւ այս օրերին եկեղեցու հասցեին հնչեցվող ոչ իրատեսական արտահայտությունները մտահոգում է բոլորիս։ Ճիշտ է, հունիսի 2-ին հոգևոր գերագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելով պետության ղեկավարի վարչապետի մտահոգիչ այդպիսի որակավորումները, բայց համենայն դեպս փաստը մնում է փաստ, որ արտահայտությունները կան եւ դրա շուրջը զարգացումները ընթանում են եւ չպիտի անտեսենք նաեւ այն հանգամանքը, որ երկրի ներսում առաջացած այս խառնաշփոթ իրավիճակը վտանգ է ներկայացնում Հայաստանի սահմանների եւ Հայաստանի աշխարհում ունեցած իր դիրքորոշմանը, իր դիրքին, իր կայունության պահպանմանը։ Եթե ավելացնելու լինենք նաեւ, որ մոտ օրերս ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը Իբրահիմը, Խազար Իբրահիմը հայտարարություն արել, որ պարտադիր պիտի խաղաղության պայմանագիր ստորագրվի, եթե չստորագրվի, ապա այն ավելի անկայունացնի ստեղծված իրավիճակը եւ պատերազմի վտանգը նորից
կլինի պատերազմի վտանգը եւ նույնիսկ հենվում է այն հանգամանքների վրա, որ պարտադիր պիտի փոխվի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հետաքրքիր փաստ եւ երբ հարևան երկիրն է պահանջում քո սեփական պետությունում առկա հիմնական գլխավոր օրենքի փոփոխություն կատարել, որովհետեւ այն հղում է անում 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրին, որում իբրև տարածքային պահանջ է առկա Ադրբեջանի Հանրապետությանը, մի հանրապետության, որը ստեղծվել է Հայաստանից հետո, որը ունի հայրամյակից մի քիչ ավել պատմություն, մի պետություն, որը չի կարա տարածքային պահանջ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև մենք գիտենք բոլորս, որ դեռևս 1991 թվականի օգոստոսի 30-ին, երբ դուրս եկավ Ադրբեջանը Խորհրդային Միության կազմից եւ հռչակեց իր անկախությունը, ինքը հղում կատարեց 1918 թվականին Արևելաիսլամական Կովկասյան Հանրապետության Ադրբեջանի տարածքներին, ինքը համարեց 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ոչ թե 1920 թվականի Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար որևէ տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի կարա պարունակել եւ որևէ սպառնալիք չի կարա ներկայացնի հարևան պետության համար։ Ինչպես նաեւ նրանք հղում են անում այն հանգամանքին, որ պիտի լուծարել վերջնականապես նաեւ Մինսկի խումբը, ԵՀԿ Մինսկի խումբը, հաշվի առնելով, որ սա միակ կառույցն է իդեպ, որը զբաղվել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով եւ եթե այդ կառույցը լուծարվեր, ապա վերջնականապես լուծված կհամարեին իրենք ու վերջնականապես դրանով նաեւ կփակվի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Նաեւ մոտ օրերս հունիսի 2-ին 3-ին Վիեննայում ընթացել է ԵՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված համաժողով, որում Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Շեյդովը, Ահմադ Շեյդովը հայտարարություն արել, որ հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը, այսինքն սա ակնհայտ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի անկախությանը ու նաև հավելել է, որ իրենք թեյ կխմեն Երևանում։ Փաստացի ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների անգործնեության պայմաններում հարևան թշնամի պետությունը կարողանում է տարբեր հնչեղություններով, տարբեր հրապարակումներով, տարբեր հայտարարություններով սպառնալիքներ հղել Հայաստանի Հանրապետությանը եւ այս ամենին պատասխանելու փոխարեն Հայաստանում ներիշխանական պայքարով են զբաղված եւ չգիտես ինչ ոչ ցենզուրային խոսույթներով, արտահայտություններով, այսինքն երկիրի ներսից քանդում տանում են կործանման, փաստորեն ազգակործան քաղաքականություն է վարվում այս պահին Հայաստանի Հանրապետությունում, երբ սահմանին չեն դադարում թշնամական կրակոցները, ինչպես նաեւ երեք Հայաստանի Հանրապետության Գերագույն շտաբի պետը հայտարարեց, որ կրակոցները կան, իրատեսական են, բայց թիրախային չեն։ Ինչ է նշանակում թիրախային չեն, երբ քո սահմանին են կրակում եւ վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնակարաններին կամ էլ քո տարածքի վրա է ընկնում ամենայն դեպս։ Դա ինչ է նշանակում, որ թիրախային չէ։ Ուղղակի անհասկանալի է։ Շատ բաներ գիտեք կան անհասկանալի, ես պիտի ասեմ, որ դեռ ժամանակին, եթե հիշում եք, Էլչիվեն էր որոշել թեյ խմել Սևանի ափին, հետո նրանից հետո եկող տականքները, այս վերջին գլխավոր տականքի գլխավորությամբ իր տիկնոջ, որը իհարկե Հայաստանում ոնց որ հայկական թեյը դուր է գալիս այս ցեղականներին, չգիտեմ, գուցե դրա։ Երևում է։ Եվ այս պայմաններում արդյոք հնարավոր է, որ այս իշխանությունները ինչ-որ բան կանեն, որպեսզի Արցախը վերադարձվի նորից արցախցիներին եւ ընդհանրապես մեր ռազմագերիներին էլ կարող հնարավոր լինի փրկել Ալիևյան ճիրաններից։
Գիտեք, շատ ցավոտ հարց եք բարձրացնում մանավանդ ինձ համար, ես լինելով արցախցի, երբ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս է կազմում, վերջերս Երևանի պետական համալսարանում ունեցած հանդիպման ժամանակ ուսանողներից մեկի հարցին պատասխանելիս ինքը շեշտում է, որ 2020 թվականին մենք կորցրինք մեր հայրենիքի մի մասը, նկատի ունենալով Արցախի հանրապետությունը, այսինքն բավականին հակասական մտքեր, մի կողմից շեշտադրում է, որ Լեռնային Ղարաբաղը դա մեր հայրենիքի մաս է, մյուս կողմից ճանաչում որպես Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականություն եւ դրան զուգահեռ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված է, ինչպես եւ Հայաստանի հանրապետության մյուս իշխանավորներն են հայտարարում, որ Արցախի վերադարձ չի լինելու, Արցախի պատմության էջը փակված է, չնայած որ ես այդպես չեմ կարծում եւ հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելը համենայն դեպս կապված է եւս Արցախի հետ, որտեղ գիտենք, որ վերջերս Շվեյցարիայում բարձրացվել է նաև ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ, բարձրացվել է Արցախի հոգևոր եւ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիր, Արցախ վերադարձի խնդիր, ինչպես նաև գերիների վերադարձի հարց, որը Հայաստանի իշխանությունները այդպես էլ չեն բարձրացնում։ Գիտենք, որ պարբերաբար Ադրբեջանի հանրապետության իշխանավորները կեղծ դատավարությունների ընթացքում անհիմն մեղադրանքներ են ներկայացնում Արցախի հանրապետության ռազմագերիներին, մեր 23 ռազմագերիներին, մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ նույնիսկ նրանք իրենց դատավարությունների ընթացքում շեշտում են, որ 2020 թվականի իբրև նոյեմբերին այստեղ Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիներ են զոհվել եւ նման մեղադրանքներ հարուցում են մեր ռազմագերիների հանդեպ, որը փաստացի իրականության հետ չի համապատասխանում, որովհետև այդ ժամանակահատվածում նույնիսկ Աղդամը գտնվել է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո, դա մեր պատմական ազատագրված տարածքն է ու Արցախի պատմական Արցախի ամբողջականության մի մասն է կազմում, հետեւաբար այն չի կարող իրականությանը համահունչ լինել եւ փակելով Արցախի էջը Հայաստանի Հանրապետությունը կփակի նաեւ մեր գերինների վերադարձի հարցը, որով ինքը չի ցանկանում զբաղվել, ես դա այսպես կհամարեի, որտեղ ոչ մի քայլ չի ձեռնարկում մեր թե ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ թե ինչու՞ չէ նաեւ հայ մյուս գերիների վերադարձի առումով այդ հարցը Հայաստանի իշխանավորները չեն քննարկում, փորձում են լիովին փակել Արցախի պատմության վերջին էջը, որպեսզի արցախցիները իրենց հույսը վերջնականապես կտրեն, բայց նման երևույթ չի կարա լինի։ Արցախցին այսօր էլ ապրում է միմիայն Արցախ վերադառնալու հույսով, այդ հույսն է, որ մեզ պահում է այստեղ եւ մենք համոզված ենք, որ մենք կվերադարձնենք մեր հայրենիքը, մեր Արցախը եւ վերադարձ այն էլ համախմբված կերպով հավաքական վերադարձ Արցախ լինելու է։ Մենք այդ հույսով ենք ճիշտն ասած ապրում, թեպետև Հայաստանի իշխանավորները ենթարկվելով Ալիևյան վարչակարգի սպառնալիքներին փակում են նաև Արցախի էջը, արգելելով նաև Արցախի հանրապետության նախագահի ինստիտուտի նախագահական կառույցների պահպանման գործընթացին արգելք են հանդիսանում դրան, որտեղ գիտեք, որ վերջերս մայիսի 21-ին լրացել է նաև Արցախի հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը, բայց առ այսօր Արցախի հանրապետության նախագահ չի ընտրվել, ժամկետը 10 օր արդեն առավելագույն ժամկետը լրացել է, այսինքն Հայաստանի հանրապետության իշխանավորները արգելակ են ստեղծում Արցախի հանրապետության գոյության, նույնիսկ կառույցների գոյության համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը 1991
թվականից հետո 30 տարուց ավել ի վեր Ադրբեջանում պահպանել է Լեռնային Ղարաբաղի կառույցներ փաստացի օդում, որը կառույցը պահպանելով, չունենալով տարածք, իսկ եւ այդ հողի տերն էլ չլինելով հանդերձ, իսկ Հայաստանի Հանրապետությունները այլ քաղաքականություն են վարում, չգիտես ինչու մոտ 2 տարի է անցել Արցախի հանձնումից հետո, բայց նոր են հիշել, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կարող է որպես վկա լինել, եթե վկա էր, ապա ինչու 2023 թվականի հենց հոկտեմբերին որպես վկա չներգրավեցին իրենց դատական գործընթացներում կամ այդ քննչական գործընթացներում, ապա ինչու 2 տարի մոտ 2 տարի քնով են անցել, հիմա ուղղակի նախագահական կառույցի վերացման այս համատեքստում հիշեն, որ կարելի է այս ուղղությամբ ընթանալ, որպեսզի թիրախավորեն Արցախի Հանրապետության հաստատություններին, որպեսզի Արցախի Հանրապետությունը չկարողանա պահպանել իր անգամ խորհրդանշական տեսքով դեռևս իր կառույցները։ Հասկանալի է, թե ինչու է դառնում, ես կարծում եմ մեր ունկնդիրների շատերն էլ հասկանում են, որ այս իշխանություններից ուրիշ բան չես էլ կարող սպասել։ Սիրելի բարեկամներ, դուք նկատել եք, որ դուք էլ երևի կասեք, թե ինչու Արցախի մշակութային ժառանգությունը փորձում է այսպես անտեսվել Ալիևյան ռեժիմի կողմից, դա հասկանալի է, բայց որ մերոնք էլ տոն չեն տալիս, սա արդեն իհարկե շատ ցավալի է։ Իհարկե, ցավալի հանգամանք է բավականին, մանավանդ որ այս պահի դրությամբ Ադրբեջանը օր-օրի շարունակում է ավերածությունների ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքում արկա բոլոր շինությունները, թե պատմական, թե հուշաքարերը, թե շիրմաքարերը, թե շինությունները նաև, թե մարդկանց բնակարանները, տները, ունեցվածքը, այսինքն ինքը ավերում է ամեն ինչ, որը իբրև թե խանգարում է Ադրբեջանի ճարտարապետական ֆոնին եւ նույնիսկ Ալիևի հատուկ ներկայացուցիչը Յուսուպովը պատճառաբանում է, որ իբրև այս շինությունները ինքնակամ շինություններ են, այսինքն ինքը Արցախում հայության մշակութային ժառանգությունը, հոգեվոր եւ նյութական ժառանգությունը չի համարում որպես տվյալ տարածաշրջանի էթնիկ բնակչության ունեցած ժառանգություն։ Իհարկե սա խախտում է թե Հագայի, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ուղղված կոնվենցիաներին, պահպանման ուղղված կոնվենցիաներին եւ հակասում է առաջադեմ հասարակությունների ընդունած որոշումներին, մշակութային այսպիսի ապօրինաբար ընթացող կործանիչ քաղաքականությունը եւս որակվում է որպես ցեղասպանական գործողություն, փաստացի ինքը ցեղասպանություն է իրականացրել ոչ միայն բնակչության, այլև այդ նույն քաղաքականությունը շարունակվում է նաեւ մեր հոգեվոր եւ մշակութային ժառանգության հանդեպ, ավերելով ամեն ինչ թե Ստեփանակերտում, թե Խոջալույում, Իվանյանում, այդպես էին նրանք անվանում Խոջալու մեր հայկական այս բնակավայրը, որտեղ նաև արկա են հնադարյան կիկլոպյան տիպի շինություններ, թաղումներ նաև, այսինքն սա հայկական հնագույն բնակավայրեր, որ նրանք յուրացրել էին, եւ նույնիսկ եւ Մարտունիում, եւ Հադրութում, եւ Մարտակերտում շարունակում են ավերել մեր ճարտարապետական կոթողները, մեր հուշարձանները, նաև Գարիգին Նժդեհին, նաև հայկական պատմական, նաև հայրենական պատերազմի նվիրված մեր բոլոր հուշակոթողները, ավելացնենք, որ Արցախը իր ուրույն ներդրումն է ունեցել հայրենական մեծ պատերազմի մասնակցության առումով եւ հերոսների մեծ մասը նաև տվել է Արցախը խորհրդային միության հերոսների շարքում եւ մենք մեր ներդրումն ենք ունեցել բոլոր իրականացվող թե մշակութային եւ թե հոգեվոր բոլոր միջոցառումներին եւ իրավամբ կարող ենք հաստատել, որ Արցախը սա մարդկության հնագույն բնորանն է եւ էթնիկ հայկական բնակավայր։ Ես պիտի ասեմ, որ ադրբեջանցիները իսկապես ամեն ինչ հայկական է փորձում են ավերել, վերացնել, անգամ Ստեփանակերտի բոլոր այն շենքերը, որ կենտրոնում կան հրապարակում, ամբողջովին նրանք ուզում են ջնջել
աշխարհի երեսից եւ որպեսզի ոչ մի հետ չմնա հայկականության եւ նորից եմ կրկնում այս ամենի նկատմամբ մեր իշխանությունները պարզապես աչք են փակում, քանի որ նրանց համար կյանքի գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիրն է։ Հավատում եք այդ փուչ պայմանագրին։ Իհարկե ոչ, չեմ հավատում, խաղաղության պայմանագիր, որը իբրև թե վերջնական տեսքի է բերվել, այդ 17 տարի կետից բաղկացած, այսպես ասած խաղաղության պայմանագիրը, որ իբրև պիտի ստորագրի Հայաստանի Հանրապետությունը, ես իրատեսական չեմ համարում, որտեվ պարտվող պետության տեսանկյունից չի կարա կնքվի խաղաղության պայմանագիրը ոչ թե մուրում են, այլ այն թելադրում են հաղթողի իրավունքով, իսկ մեր պետությունը, որը խորհրդարանական է, չի արդարացրել իր գործնեության փուլում իր առջև դրված բոլոր հիմնախնդիրները ու ես Հայաստանին պատկերացնում եմ որպես նախագահական հանրապետություն, որը կարող է իրատեսական լինել եւ կարող է ավելի առաջադիմական հարցեր քաշել եւ կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության սահմաններում անվտանգություն, կարող է իրականացնել բոլոր գլխավոր հիմնախնդիրները եւ այդ տիպի պետությունը, նախագահական պետությունը պիտի ղեկավարվի զինվորականի կողմից, ես լինելով համահայկական ճակատ շարժման անդամ, ես որպես նման պետության ղեկավար առաջնորդ դիտարկում եմ մեր առաջնորդին, գեներալ-մայոր Աշակ Կարապետյանին, ով գիտի հողի արժեքը եւ ոչ մի թիզ թշնամուն երբեք չի զիջի։ Ես պիտի ասեմ, որ ժամանակին ադրբեջանցիները այսպես ժողովրդական լեզվով ասած մրսում էին Աշակ Կարապետյանից, բայց պարզվեց, որ այս իշխանություններն էլ նույնպես մի քիչ դող ունեն։ Այդ է պատճառը, որ նրա հանդեպ սկսվել է այսպիսի մեծ հակաքարոզչություն։ Իհարկե, եթե մարդ չի ենթարկվում սեփական պետության ազգակործան հրամաններին, եթե մարդ ունի սկզբունքներ, օժտված է հայրենասիրական գաղափարներով, զգացմունքներով եւ ազգային հայրենիքը վեր է դասում ամեն ինչից, իսկ մեր այսպես ասած ազգակործան իշխանավորներին ձեռնտու չեն նման անձիկ, հայրենասիրական գաղափարներով տոգորված անձիկ, բնական է, որ նման անձինք տեղ չունեին Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, իսկ ես հակառակն եմ մտածում, որ նա այն անձն է, ով ի վիճակի է համախմբել եւ Հայաստանը դուրս բերել այս ծանր կացությունից եւ իդեմս նրան ես տեսնում եմ այն առաջնորդին, ով կարող է այս ծանր խառը իրավիճակում դառնալ Հայաստանի Հանրապետության փրկիչը եւ առաջնորդել նախագահական հանրապետությունը։ Այնուամենայնիվ, ինչպիսին եք տեսնում Հայաստանի Հանրապետության վաղվա օրը, հավատում եք, որ այն պիտի լավ լինի։ Սովորաբար հավատը, ասում են, վերջում է մեռնում, միշտ հավատը կա, միշտ հույսը կա, ինչքան մենք կենդանի ենք, այդ հավատը լինելու է մեզ հետ, իհարկե հավատում եմ, որ կգա այդ պահը եւ հավատում եմ, որ Հայաստանը կունենա փայլուն ապագա, ես դա իրատեսական եմ համարում, ուղղակի պիտի ունենանք համապատասխան անձ, ով կկարողանա այդ ամենը իրականություն դարձնել։ Այսինքն այն չի մնա մեր հուշերում, այն երազանք, ուտոպիա չի մնա, այն կլինի իրատեսական։ Դե ներկա իշխանությունները ժողովրդին վախեցնում են, մեզ չեք ուզում, նախկինները կգան եւ դուք նորից կապրեք այն ինչ ապրել եք։ Լավ տարբերակ եմ գտել, չէ՞։ Եվ որքան կարող է այս կեղծ կարգախոսը գոյատևել, միթե մենք չունենք երրորդ ուժ, որը այս ամենին ինչպես այս ամենից կազատին ես, որտեղ հնարավոր չէ այսպես ապրել։ Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ համար այնքան ծանր է դարձել այն ամենը լսել իշխանավորների կողմից, ինչը այսօր ինչով բողոքված են մեր եթերները։
Իհարկե, շատ հեշտ է, գիտեք, սեփական պատասխանատվությունը գցել, վերագրել ամեն ինչ նախկիններին, փոխանակ վերցնի պատասխանատվությունը իր վրա։ Այս ծանր պայմաններում, երբ Հայաստանը թիրախավորվում է հարևան թշնամական պետությունների կողմից, փոխանակ դուրս բերել Հայաստանը այս ծանր իրավիճակից բավական հեշտ է, ամեն ինչ բարթել, ասել նախկիններն են մեղավոր, նախկիններն են հողը տվել, նախկիններն են ամեն ինչ ստորագրել, բայց ոնց որ նախկիների ժամանակ մենք ոչ մի տարածքային կորուստ չենք ունեցել։ Մենք նախկիների ժամանակ 743,000 քառակուսի կիլոմետրանոց տարածք չենք ունեցել։ Մեր տարածքները եղել են 29.8 եւ վերջերս է մեր պարոն վարչապետի կողմից ֆիքսվել այդ թիվը, որն էր այդ արդեն նրա մի քանի անգամ կրկնելուց հետո մտել է օրինական դաշտ, արդեն կամաց օրինականացնում են մեր տարածքային կորուստները, այսինքն զուգահեռաբար, երբ Ալիևը լեգիտիմացնում է իր հաղթանակները եւ տարածաշրջանում ամրապնդում է իր պետության ինքնիշխանությունը, դրան զուգահեռ Հայաստանը հակառակը թուլացնում է իր դիրքերը եւ արդարացնում կատարված զիջումները, այդ ամենը վերագրելով նախկին Հետևաբար նախկիններ արտահայտությունը ես բացառում եմ, պիտի ունենանք այլընտրանք երրորդ ուժ եւ այդ երրորդ ուժը համայնքական ճակատ շարժման առաջնորդն է, պարոն Կարապետյանն է եւ նա կարող է իր կամքի ուժով, հաստատակամությամբ, իր զինվորական բարձր մակարդակի գիտելիքներով կարող է ապահովել Հայաստանի սահմանների անվտանգություն։ Տիկինան, շնորհակալ եմ, որ եկաք, ուրախ եմ ամեն անգամ ձեզ հետ հանդիպելու եւ ուրախ եմ հատկապես ձեր լավատեսության համար։ Ձեզ շնորհակալություն, ես էլ եմ ուրախ այս հանդիպման համար։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր երկխոսությունը կշարունակենք, մանավանդ որ արցախցիների ճակատագիրը ուզում է մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին եւ երբեք թող հատկապես արցախցիները չմտածեն, որ իրենց այստեղ մի տեսակ սառն են ընդունում, ոչ սիրելի արցախցիներ, ժողովուրդը ամենակարևոր, ձեզ միշտ սիրով ու հարգանքով է սպասում եւ ընդունում, հավատացեք, որ դրա համար բոլոր նախապայմանները կան, մենք էլ փորձելու ենք իհարկե հնարավորինս օգտակար լինել մեր այդ երկխոսությանը, այնպես որ դուք էլ չկոտրվեք, շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսօր Փակ TV տաղավարում հյուրընկալել էինք Արցախի մշակույթի, գիտության, կրթության, սպորտի նախկին նախարար Անահիտ Հակոբյանին, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։